62 բարբառները որ կային ձեզ հաջողվեց ի վերջո գտնել, նույնականացնել, արձանագրել, քանի մենագրության մեջ ընդհանուր առմամբ ինչ կարողացաք անեք այդ ուղղությամբ։ Ահա, այս ամբողջ գրքերը էդ է։ Արևմտահայոց բանավոր մշակույթը, որ ես խոսեցրի այդ տեղավայրերը, բարբարեցին նրանք հայրենադարձներին գտնելով, նրանց փնտրելով։ Քանի մենագրության հեղինակ եք։ 30 ատեղավ արդեն, 30, բայց դժվար էր, որովհետև ծրված են, ամենուր կան, բայց գտնել է պետք, փառք Աստծո, հնարավոր եղավ, այո, որ գտնեմ և գտա իհարկե գիրքը, առաջի գիրքն է, սա իմ դիսերտացիան է, Սարգիս Հայգունու կյանքն ու գործը, Սարգիս Հայգունին եղել է բանագետ, բանահավաք, ազգագրագետ և ապրել է, ուր է նկարը, և գործել է Էջմիածնում, բայց Արևմտյան Հայաստանից ոտքով անցել է իր 2 երեխաների հետ, կինը մահացել է, բերել է այստեղ, հետո սկսվեց ցեղասպանությունը, պոլիս հրավիրեցին և Կարմիրը, Պոլսահայոց բանահյուսությունը ծնվեց, որովհետև գիտաժողովի պիտի գնայի, պատրիարքարանը հրավիրում է, չեմ գնա, ասում եմ, ես Թուրքիա չեմ գնա, քնարիկ ասում, մամա ամութ է, ինչի չես գնա, ես Թուրքի երկիր չեմ գնա, ասում եմ, վերջապես հիվանդ էի, քնարիկը սրսկեց, մրսկեց, ինձ ճամփու տրեց, մեզ արդեն դիմավորեց պատրիարքարանից Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանը, որը հետո պատրիարք դարձավ, և շատ 10 տարի ապրեց, խեղճը ջահել մահացավ, մի հրաշք անձնավորություն, հայրենասեր, հայասեր, Թուրքիայում, որ քայլում էր փողոց, հայերեն խոսեք, այսպես իր մոտ միայն հայերեն, որտև արդեն թուրքախոս էին դարձած, ելույթ ունեցա, Վարդավառի գիտաժողով, իբրև տոնախմբություն է Վարդավառ, բայց միջազգային գիտաժողով էր, ամեն տեղից եկած էին, ես էլ լավ թեմա էի շարադրել, Վարդավառի հեթանոսական ակունքները արևմտահայոց բանահյուսության մեջ, արևմտահայոց նաև թուրքերեն, մենթիվարը վաղտվար, մենթիվարը սևենի, տրախտա բեշ թախտվար, վարդևարը սիրողին, դրախտում 5 բազգաթոռ կա, սպասվող, և հայերեն դել կա, հանի աղջիկս հանի, այսօր բարի տարա է, այսինքն վիճակը, այդպես որ ելույթ ունեցա, դրանից հետո եկան շուրջս, մենք 8 հոգով էինք գնացել, հավաքվեցին, դուք որ խոսեցաք, ամեն բան հասկացանք, բայց այն մյուս հայաստանցիները, որ խոսում էին, բան չհասկացանք, ես իրենց լեզվով էի խոսում, արևմտահայերեն, և օրինակներն էլ խառը, կեսա թուրք, կեսա բան, մի խոսքով, 8 օր մեզ մանածեց, իշխանած կղզիներ, տարավ, Մութաֆյանը, եկեղեցիներ, թանգարաններ, ինչ որ պետք է արեց մարդը, որի համար երախտապարտ ենք, արդեն գնացինք Օթագայան, Օթագայանում ասեց, հիմա բոլորդ պիտի գնաք Հայաստան, Երևան, բայց մենք պիտի խնդրենք Տիկին Սվազլյանին, որ ինքը մնա, չգնա, ինչու, որովհետև պատրիարքարանը բարձր ենք գնահատում Տիկին Սվազլյանի գրքերը, այն ժամանակ միայն 3 հատ է
Մուսալերը, Կիլիկյան, իսկ սա վերջի Լևոն թագավորի բերդն է, և մեծ եղերնը, որոնք գրեթե իրար հետևից լույս տեսան, և քանի որ այդ գրքերը մենք էլ ունենք, բայց դուք տեսել եք Տիկին Սվազյան, Կիլիկյան, ոչ, ես միայն կիլիկիացիներից եմ հավաքել իրենց բարբարներով, կարբեր բարբարներ, Զեյթուն, Հաջն, Քեսապ, Պետան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս, և այդ բոլորը գրված են, որ բարբարով է, այնքան որ ստույգ է։ Տիկին Վերինե, դուք միջին տարիքում, զգացմունքային կին, մայր լինելով, շատ դժվար աշխատանք եք արել, ես անդադ դրա մասին եմ մտածում, լսել այս դաժանությունների մասին, դեռ մի բան էլ արձանագրել, ոնց եք կարողացել ձեր միջով չանցկացնել, մասնագիտաբար մոտենալ, թե անցկացրել եք այնուամենայնիվ։ Բա ի՞նչ եմ արել, առանց մեջի տանցը ոնց կլինի, և այս գիրքը, որ 700 միավոր հուշեր են և երգեր, ուրեմն հուշերը այնքան դժվարությամբ եմ հավաքել, բայց որ գիտաժողովի հնարավորություն եղավ 2000 թվականից հետո արտասահման Ռիչարդ Հովհաննիսյանը Ամերիկա կանչեց, ես գնացի և այնտեղ զեկուցումից հետո մեկ ամիս ժամանակ են տալիս բանով, վիզայով, մնում էի և նյութեր էի հավաքում այնտեղ, և նույնիսկ ես խնդրեցի, դիմում գրեցի Լոս Անջելեսի Արարատ Հոմ, այսինքն Արարատ ծերանոցի տնօրինությանը, որ ես պատրաստ եմ գամ, գաբավոր աշխատեմ ձեզ մոտ, միայն թե հնարավորությունը ստեղծվի ձեր հաճախորդների հետ, բնակիչների հետ առնչվեմ և գրի առնեմ նրանց հուշերը, քանի որ այնտեղ դեռ ապրում էին վերապրողներ։ Նրանք ժողովի դրեցին և զգացին, որ ես ավելորդ մարդ չեմ, թուրքերը պիտի զգան, որ իրենք մեղավոր են, և քանի որ այդպես է, այս գիրքը կբացի նրանց աչքերը, որովհետև նրանք կտեսնեն իրենց մեծերին, իրենց ծնողներին, որոնք ինչպես են վարվել հայերի հետ, և այդ կնպաստի, որպեսզի իրենք ավելի շրջահայաց լինեն և հասկանան, թե որն է ճիշտը, որը սխալը, քանի որ պիտի տեսնեն այդ գրքով և իրենց ծնողներին, և իրենց շրջապատը, և իրենց արարքները, Վիրջինիա Սվազյանի 3 գրքերը լույս են տեսել, սա 3-րդ գիրքն է, սրանք էլ լույս է տեսել, նույն Զարաքոլում տպել է, այս մեկը թուրքալեզու երգերն են, որոնք ես դժվարությամբ հավաքել գտել եմ որոնումներով, այս էլ Էրմենի Սոյքուրումը Տոպլումցա Հավիզա, այս էլ այս գրքերի շարունակությունն է, մեծ եղերնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում, մեծ եղերնը, և առաջին գիրքն է սա, ցեղասպանության մասին, իմ վերապրողի հետ, Մարիամ Բախտիշյանի, որը երգում է ու լաց է լինում, նայի աչքերը, լաց է լինում, ես այդ նրանք հավաքեցի 150 հատ քարյակներ և տարբեր լեզուներով լույս են տեսել այս կապույտ գրքերի մեջ, հայերեն, ռուսերեն, անգլիերեն, ֆրանսերեն, գերմաներեն,
Նաև թուրքերեն Թուրքիայում արևմտահայոց թուրքալեզու բանահյուսություն, որովհետև Ենիչերիների ժամանակներից արգելված է եղել հայերեն խոսելը որոշ շրջաններում, հատկապես Կիլիկիայում եւ Փոքր Ասիայի այդ տարածքներում, Կեսարիա, Մալաթիա, Սեբաստիա, հետո նաև Պարտիզակ եւ այլն, մինչեւ Ծովիապ, բոլոր բարբարներով գրելու ժամանակ ես սղագրել եմ, մենք ձերքի հերախոս չունեինք, ձերքով էի գրում, սղագրում էի, եւ դա օգնեց ինձ, որպեսզի կարողանամ հավաքել։ Բարբարներով գրելուց բացի թուրքալեզու նյութ, որ հանդիպել եմ, ես գրի եմ արել, առանձնացրել եմ, հիմա ժողովածու է լինելու։ Նույնիսկ ոտանավոր կա, դպրոցը մտան, վարժում բռնեցին, բերանը բացեցին, ախ աման, լեզուն կտրեցին, վայ աման։ Ինչու՞, որովհետև թուրքերեն էր, պետք է խոսել, այնինչ հայերեն էր խոսում եւ երեխաներին հայերեն էր սովորեցնում։ Այնպես որ արգելված է, ես բանի սկզբի գիտական ուսումնասիրության մեջ բացատրում եմ, թե ինչու այդպես։ Այդ երգերը ամեն մեկը մի սահմռկիչուցիչ տեսարան է ցեղասպանության։ Այս էլ թուրքերենն է, այս նույն գրքի թուրքերենը լույս տեսավ Էրմենի սոյքրմը։ Թուրքիայում Ռակիբ Զարաքոլուն է հրատարակել ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում 100 տարվա ընթացքում 5 սերունդների ես ցույց եմ տալիս բաներով, տաբլիցայով, որ առաջի սերունդը հայրբանի ցեղասպանությունից, որ մազաբուրց գնաց մի կերպ, այնտեղ նրանք ավելի շատ գիտեին, խոսում էին, պատմում էին, իհարկե, քանի որ այնտեղ անգլիերեն դպրոցներ կային, հայկական դպրոց չկար, բոլորը օտարացան, ձուլվեցին, ես չգտա իրանց, բայց ովքեր որ վերջում են գնացել, այսինքն Բեյրութից եւ այլն, առաջի սերունդի մարդիկ, նրանք արդեն գիտեն, շատ լավ, հայերեն գիտեն, որովհետև Բեյրութում, Սիրիայում եւ այլն հայկական դպրոցներ կան, եղել են։ Եվ իրանք հայերեն գիտեին, հայերեն իմանալը շատ կարևոր է։ Եվ նրանք պատմել են իրենց կյանքը, իրենց ընտանիքի մասին, նաեւ երգեր են խոսել, երգեր, նաեւ տարբեր բնույթի։ Հիմա էլ եք աշխատում։ Հիմա էլ եմ աշխատում, այո։ Ասված մի քիչ ուստա են վերջի